Բարի երեկո աշխարհի հայությանը։ Շատ երկար ժամանակ չեմ խլի ձեզանից։ Խնդրում եմ, եթե այդ հետաքրքրիմ եթերը մի երկու րոպե լսեք, ուղղակի մտքեր ա կուտակվել այսօր առավոտ մտածում եմ այս թեմայի շուրջ եւ որոշեցի կիսվել ձեր հետ։ Խոսքս վերաբերում է մեր երկրում կատարվող իրադարձությունների եւ մեր երկրից դուրս կատարվող ինչ վերաբերում է քաղաքականությանը։ Ես ուզում եմ իմ գնահատականը բարոյական մարդկային տեսանկյունից հնչեցնել, որտեղ քաղաքականությունը եւ քաղաքագիտությունը դրանք արդեն խորություններ ունի եւ մենք չենք կարող միջև հատակ խորանալ, էլի, միջև ոնց որ ասած բոլոր դետալների նրբություններին տիրապետել, բայց որպես քաղաքացի եւ որպես դիտորդ, որպես կարելի ասած մասնակից, որտեղ մենք քաղաքացիներից եւս էլի ապրում ենք մեր երկրի հոգսերով, իմ պարագայում այդպես է, չգիտեմ, մնացածների ես գիտեմ, որ շատ մարդիկ մտածում են իսկապես երկրում կատարվող իրադարձությունների մասին եւ ես խորացել էի, ուզում էի հասկանալ մեր հանրության այն նույնիսկ իշխանության աջակից մեր հայրենակիցներ, ովքեր որ քննադատում էին Փաշինյանի այցը Մոսկվա։ Ես Արցախցի, բռնի տեղահանված, Արցախում ռուս խաղապահների գործունեությանը ծանոթ, դեյակ լինելով, որ ռուս-ադրբեջանական խաղեր ա գնացել Արցախը հայաթափվելով, Արցախում էթնիկ զտման տանելու, այս մասին ես իմանալով, այսինքն ես պետք է շատ ատելություն ու մուռ ունենամ, չէ, Կրեմլի հանդեպ։ Սրանք ինչ ասում եմ, սա իրականություն է, բայց ես թափ եմ այս մասով դիտարկում եւ չեմ կարող քաղաքականությունը, դիվանագիտությունը կապրիզներով առաջնորդել։ Սրանք կապրիզներ է, եթե ես ասեմ, բա դու գիտես, սենց բաներ են արել մեր գլխին, 100 տարի առաջ են արել, 200 տարի առաջ էլ, ինչու ես գնացել պարոն Փաշինյան Մոսկվա։ Այս պարագայում ոչ միայն օրինակ քննադատությունների արժանացավ իր անդեր, չգիտեմ, էլի ոչ կողմնորոշվելու մասը Փաշինյանի, ինչ որ Պուտինը ուրիշ տեղեր ցույց տալիս, ինքը ուրիշ տեղեր որոշել գնալ, այնտեղ Լուկաշենկոյի հետ նստած իր տխուր նկարը, այդ հատվածներով բանով ցույց են տալիս, բայց պատկերացել եք այս այն պարագանա, որ նույնիսկ իշխանության աջակիցները մեղադրում են, որ խիես գնացել։ Խիես գնացելը ուրիշ թեմա է մեղադրանքների մասով։ Այնտեղ արդեն տեղի ունեցած դրվագները ուրիշ թեմա է։ Հիմա երկու կողմին պատասխանում եմ ու ժողովրդի շատ կարևոր է այս հայտարարությունը անելու որպես մարդ ընդհանուր կապված մեր երկրում իրավիճակին, ինձ թվում է յուրաքանչյուր հայու պետքա ուղեղում մի փոքրիկ սա նստվածք տա եւ ուզենա ինձ լսի հասկանա իօքոտ բոլորիս է լինելու, իօքոտ մեր պետության է լինելու սա։ Ուրեմն այն որ պետք է գնա դա դիվանագիտությունը, դա կապրիզներ չի, ճիշտ է արել, գնացել է, եթե տենց է գտել, եթե կարացել է այն անգամ կորոնավիրուսով իբր թե վարակվի, չի գնացել, այն ժամանակ էլ լավ արել միգուցե։ Ուզում եմ ասեմ, ես ոչ թե անձի եմ պաշտպանում, այլ Հայաստանի Հանրապետությունը Ռուսաստանի հետ չի կարա պոզ-պոզանելով շփվի։ Դուք հասկանում եք գերտերության հետ, յադերնե դերժավայի հետ Էներքո իբր թե դաշնակից ճակերտներով ասած դաշնակից դու իր հետ հավասար քայլ գցես։ Լավ, գիտեմ, ես էլ եմ հեսա քննադատությունների արժանանալու, ասեն դու ինչ հայ ես, դու ինչ արցախցի ես, քեզ ինչ արել Արցախում, դու եկես տենց ես խոսում, ես որտեվ վախենում եմ եւ Հայաստանի մնացած հատվածների համար, որտեվ Արցախը դա Հայաստանի մի հատված էր, վարի գնաց, շատ հանգամանքներ կա դե եւ ես համաձայն եմ, որ այո, փեչատը դրել է Մոսկվան է միջնորդել այդ ամեն ինչը լի։ Այն մասով, որ Փաշինյանը դե այստեղ է գլխավոր թեման, Փաշինյանի այդ դիրքը դե դրամատուրգությունները, այդ պարտվածի հոգեբանությունը, որ իր աչքերից, իր դեմքից երևում է, ինքը դիսկոմֆորտ է ազգում դե, դա շատ լավ երևում է։ Դες ես եւ գնահատեցի իրավիճակը եւ ընդունեցի, որ այո, Փաշինյանը դե իրան դիսկոմֆորտ է ազգում։ Չի կարա ինքը իրան լավ զգա Լուկաշենկոյի հետ, չի կարա Պուտինի հետ լավ զգա։ Եվ մնացած են երկրներն է պրինցիպի Ադրբեջանի սատարող, Ադրբեջանի աջակից երկրների հետ լավ զգա, առնվազն պետքա ձևականություններ անել, ստից ժպտար, բան, տենց իրան ուրախ պահեր, բայց իմաստել չկա դրան, այսինքն ոնց կա ինքը լավ զգա։ Հիմա մեր այդ հայրենակիցները, ովքեր որ ծաղրում են, ժողովուրդ դուք ծաղրում եք, ես ասեմ, դուք ծաղրում եք, մենք ծաղրում ենք, լավ, ես էլ եթե ված չզգացք, էլի որպեսզի ված չզգաք, մենք ծաղրում ենք մեզ։ Մենք ծաղրում ենք Հայաստանի Հանրապետությանը, այսինքն դուք ասում եք, չէ, ինքնա ծաղրում, ինքը մեր պետությունը խայտարակում է, լսեք ինչ եմ ասում։
ինքը լինի, ես ելնեմ, դու ելնես վաղը մյուս օրը երկրի ղեկավար։ Դու արդեն ունես այն ինչ ունես։ Դու ունես կորցրած Արցախ, դու ունես թուլացած պետություն, ով որ ուզում է ոտի կանգնի, ուզում է շնչառությունը կարգավորի, եւ դու պետքա մեկը դիմադրես, պետքա պայքարես, աշխատես, վերականգնես քո ուժերը, շարժվես առաջ։ Այս իրավիճակում ես տեղյակ չեմ, Փաշինյանը ինչ են անում։ Այսօրվա կառավարությունը արդյոք ամեն ինչ անում է, արդյոք լիարժեք լծված է այդ գործին, բայց հարգանքը, բայց վերաբերմունքը քո երկրի ղեկավարի, քո երկրի իշխանությունների հանդեպ ժողովուրդ հավատացեք, սա ազդում է բոլորին։ Սա ինքն էլ է զգում։ Այդ դուք օրինակ եթե դուք իսկապես մտահոգված եք մեր երկրով, ինչու՞ չեք այնպիսի մթնոլորտ ստեղծում, ինչ որ ստեղծվել է 18 թվից 20 թիվը։ Կար սեր ջերմություն։ Ինչ եղավ 20 թվի, 18-ից 20 թիվն էր սա։ 20 թվի պատերազմից հետո թուրքը երբ որ հային կոտորեց, հայը հայի դեմ հելավ։ Ժորդ գժվելու աստիճանը է սա։ Ոնց կարող է թուրքը քեզ սպանի, քո եղբորը սպանի, դու հենց մնացած եղբայրներիդ հանդեպ վրեժխնդրությամբ ատելությամբ լծվես։ Ես էսա մի քիչ կոշտ էսա օրինակ կբերեմ։ Դուք ոնց եք մտածում, ոչ թե օրինակ, այլ ես ձեզ հարց եմ տալիս։ Այդ ծաղրողները նայեք իմ խոսքը չփոխեք, ժողովուրդ, ես ոչ մեկական եմ։ Ինձ հետաքրքիր չի ոչ մի քաղաքական թիմ, կուսակցություն, որ ասեք, էսա ջրաղացին ջուր ես լցնում կամ պաշտպանում ես։ Մորքուրից տղան, հորքուրից տղան ես ելնեմ, եղբայրս լինի, մենք ունենք իրավիճակ, մենք պետքա դուրս գանք այս իրավիճակից։ Խառը մի քիչ թեմա դարձավ, ասեք դե պարտվելա թող գնա, ասում ես խի ով պարտվում է պետքա գնա, մանավանդ ինքն էլ գիտի որ գնա, ով է գալու իշխանության, ովքեր են սենց էլի արդեն աթոռի կոթից բռնած սպասում են աթոռը քաշեն նստեն վրեն, հասկանում եք, նույնիսկ ինքն էլ երևի կուզենար հանգիստ գնար, եթե իմանար իր հետ ամեն ինչ հանգիստ է ավարտվելու, բայց քանի որ գիտի ովքեր են աթոռի շուրջը հավաքված, ովքեր են իշխանատենչները, գիտի որ իր համար էլ չի լավ ելնելու, պետության համար էլ չի լավ ելնելու։ Անկեղծ ասած, ես կուզենայի գար նա, ով ավելի պատրաստ է, ավելի ուժեղ է, էլ դուխա թափված չի, հուսահատված չի, էլի Փաշինյան դուխը ընկել է, ոչ մեկս չեն կարա թաքնել, այն Փաշինյանը չի 18-ից 20 թիվը պատերազմից հետո, ինչը նորմալ է, բնական է, ինքը շատ է կոտրված, ինքը շատ է հուսահատված, եւ այն պայքարը, այն ջղաձգումները, այն կռիվները, որ կա, մնացել է ազգային ժողովում, այսինքն հայկական պետության ներսում, ընդդիմադիր պատգամավորների հետ, այդ ով չի նկատում, օրինակ Փաշինյանը կարա նույն կերպ խոսա, ինչ որ 18 թվին Լավրովի հանդեպ է արտահայտվել, որ ասում է Լավրովը չգիտի Հայաստանում եղանակներ է փոխվել, օրա ոգևորվել ենք, ուրախացել ենք, վայ ես ինչ լավ բան ասիր, պարոն Փաշինյան դու, բայց այն ժամանակ օրինակ հա որպես բան ոգևորություն կար իմ մոտ, էլ այդ ինչ լավ ապտակ տվեց, որովհետև արժանիել են վատ ես զգում, չէ՞ որ քո կուխնյային, քո խոհանոցին, քո տան, ընտանիքի հարցերին այլ պետության այլ հարևանը տա խառնվում։ Յուրաքանչյուր մարդ վատ պետք է զգա դրա։ Հիմա մեր երկրի ներսում Լավրովը չգիտեմ ինչ ասել, Փաշինյանը sense ապտակ է տվել։ Հասկանում եք, ես միտեղից միտեղ եմ թռնում, բայց ես ուզում եմ ուղղակի հարց տալ բոլոր նրանց, ովքեր որ ծաղրոտ ծանակ էին ենթարկում։ Ուրեմն դուք ինչպես եք էլի դիտարկում պետությունը դա օրգան համակարգ է, դա օրգանիզմ է, ոնց որ մարդ իր աչքերով, ձեռներով, քթով, շնչելով, արտաշնչելով ապրում է, մատերը, ոտերը, վերջույթները, ամեն ինչը դա օրգան համակարգի մեջ է, օրգանիզմի մեջ է մտնում։ Նույնն էլ պետությունը, չէ՞։ Դու քեզ պարտված չես, դու ես ասում մենակ ինքն է պարտվել, մենակ ինքը մի հոգի է մեղավոր։ Դու քեզ չես զգում, որ դու պարտվել ես, եւ դա պետքա դու ընդունես, որ վերջնականը չի այս մարտը, այս ֆրոնտը, որ եղել է, սա կարող է կրկնվի եւ դու ինչ ես անը, որպեսզի պատրաստվես հաջորդ անգամ չլինի դա։ Դու պետք է սրտացավով ելնես, սիրելի հայրենակից, անկախ դու ինչ քաղաքական հայացքներ ունես, ընդդիմադիր ուժերին աջակից իմ հայրենակիցներ ջան, դու գիտեք ես որ ընդդիմադիր ուժերին չեմ աջակցում, բայց եւ ձեզ հարգում, սիրում, ընդունում եմ որպես եղբայր, ես ունեմ եւ ընդդիմադիրին աջակցող հետևորդ կամ մոտիկ մարդիկ, ես շատ լավ ընդունում, հարգում եմ իրանց առողջ քննադատությունները, որովհետև ես գիտեմ, որ իրանց քննադատությունները իշխանության հանդեպ
Ոչ թե ինքնանպատակ տենց ուզում են ցուցադրեն, ինքնահաստատվեն, այլ իսկապես սրտացավով ուզում են իրանց անհանգստությունը հայտնել իշխանություններին։ Հիմա ինքը իմ հայրենակիցն է, ինքը իմ բարեկամն է, թե չէ, իհարկե իմ բարեկամն է այդ մարդը, բայց ով որ են ծախված լարագրող բլոգերների նման կամ ֆեյքերի նման բաներ են անում, ծաղրուծանակի ենթարկում իշխանություններին, չգիտեմ, հայհոյում, անիծում, չգիտեմ, ուզում են խայտարակացնեն, քիթս կկտրեմ, ականջս կկտրեմ, եթե դրանց սրտում, դրանց մտքում հայրենիք հասկացողություն, պետություն հասկացողություն կա։ Դրանց նպատակը ուղղակի իրանց բնույթը ցույց տալ, նախ առաջին դա իրանց բնույթն է, դա իրանց դաստիարակությունն է, որը չի կարող օգտվել իմ պետությանը։ Իսկ նոր որ նշեցի, այն մարդիկ ովքեր որ առողջ քննադատում են իշխանությունները, շատ լավ են անում, ես ողջունում եմ ու ողջունել եմ, եթե չեք նկատել, դա չի նշանակը որ չի եղել իմ մոտ այդ բանը։ Ուղղակի այսօր աշխատանքները իրանց կիսատ բրատ եւ թող թեկուզ լավ աշխատանքների մեկը սխալներ են թույլ տալիս, նկատվում այդ սխալները կամ անհանգստություններ են իրանց վերաբերումով ցույց տալիս, ես արտահայտվում եմ ու ժողովրդի մի հատվածի մոտ ասում եմ, տեսեք, էս մի բանը մեր կուսակցությունը մեր թռելա մեկ էլ երևի ուրիշ է մտել կամ ռուսիակաժն է հետևը։ Սրանք կարակ շարունակեք այս խոսքերը արտահայտությունները, որովհետեւ իմ տեսանյութերը պատմում են իմ մասին, այսինքն ինչ ճանաչելու համար կարակ 3 տարի հետ գնանք տենակ ինչ եմ խոսացել, ընդ կար կոնկրետ պատճառներ նախկին իշխանությունների քայլերը, որ ես դիտարկում էի, մեղադրում էի, կար չէ պատճառ։ Հիմա անցել է երկար տարիներ, 7 տարի, ամբողջությամբ պատասխանատվությունը նորերի ձեռնա ու իրանք դեռ հələ միացրեք ազգային ժողովն այեք։ Իրանք հələ դեռ 7 տարի նույն երգն են կրկնում։ Ձեր ժամանակ էր այս իշ բանը։ Բայց դուք եկես ինչը արել, ձեզանից ենք մենք ժառանգել։ Եղբայրներ ջան, այդ հասկացանք, այդ անցանք, առաջ անցանք։ Դուք գիտեք ինչքան խնդիրներ կա այս իրավապահ մարմինների հետ արդարադատության ոլորտում։ Դուք տեղյակ եք, հələ տեղյակ չեք, չէ՞։ Ես հիմա ուզում եմ տեղեկացնել իշխանություններին, որ մոտակա ժամանակները ես ասում եմ քնչականով, ոստիկանությունով, բանով հանդերձ մի նյութ է մեսա պատմելու, նյութի մասին խոսալու, որը դա հայկական հիվանդություն է, դա օղրաշ բառը թուրքական է երևի, բայց պետք է ասեմ, դա մի հատ օղրաշություն է մեր երկրի ներսում, որ չգիտեմ ով է սատարում այդ օղրաշությունը, որ աշխարհի ներկայացուցիչ իրավապահ մարմիններն են սատարում, սև մութ աշխարհի ներկայացուցիչներն են սատարում, բայց այդ օղրաշությունները մեր երկրում կատարվում է ու չի պատժվում այդ օղրաշությունները, ու դա եւս պատճառ է դառնում, որ հայաթափվի երկիրը, որ հայ քաղաքացու տրամադրությունը ընկնի, որ ինքը չուզենաս թե արդեն ապրի, որտեվ եթե չի պաշտպանվում իր աշխարհը, արդեն ինքը հիասթափվում է եւ ուզում է գնա մեկ ուրիշ տեղ, որտեղ ինչ որ չափով արդարություն կլինի։ Բարձ աշխարհը ոչ մի տեղ էլ ստաբիլ ոչ մի բան չկա, ոչ էլ արդարություն կա, ամեն տեղ էլ նույնն է։ Նույնն էլ այսօրվա իշխանությունները, որ քննադատում ենք, ես վստահ եմ հաջորդ իշխանությունները, որ գա, էլի այս խնդիրները լինելու է, էլի ավելի շատ խնդիրներ կարող է լինի։ Այսօր քննադատում ենք, չեն քննադատում նրա համար, որ դե սխալ եք արել, հենց գնացեք թող ուրիշները գան։ Խի ուրիշները սխալ չեն անելու։ Դա ես չեմ ասում, դուք գնացեք թող ուրիշները գան։ Եթե ժողովուրդը ընդհանուր գահացնի դրան, թող հա գնան, կընտրեն, կընտրության միջոցով է, թե իրանց անհնազանդությունը կհայտնին, ինչ կանեն կգնան, դա արդեն ուրիշ թեմա է։ Ես չեմ խորանում այս ուղղությամբ։ Ես ուզում եմ մարդկային մոտիկացում ցույց տանք։ Սիրելի հայրենակից, արդյոք դու չես զգում այդ նույն ցավը, արդյոք դու չես զգում քո պարտությունը, որ կապ չունի թե ով ինչքան մեղավորություն ունի, Նիկոլը քանի սանտիմետր ունի, Ռոբերտ Քոչյանը քանի սանտիմետր, մեկը քանի կիլոգրամ, մեկը քանի տոննա, հասկանում եք բոլորը ունեն մեղքի չափաբաժին, եւ մենք հանգել ենք այս վիճակին։ Եթե դու հայ ես, հայրենասեր հայ ես, եթե դու մտահոգված ես, խնդրում եմ, կատարիր այնպիսի քայլեր, գրառումներ ան այնպիսի Facebook-ում, քո սոցիալական հարթակներում, արտահայտվի այնպիսի մտքեր, որպեսզի չսրի հարաբերությունները հասարակության մեկ շերտի մյուսի հանդեպ, ժողովրդի տարածաշրջանների բաժանելով։ Տեղյակ ենք, բոլորս էլ գիտենք ինչա կատարվում եւ ինչքան ատելություն է գեներացված։ Հուսով եմ սրա վերջը մի օր կգա, բայց սրա վերջը գալու համար պետք է արդեն աշխատել, պետք է նախապատրաստական ինչ որ փուլ մտնել, պետք է մեկը փոխվելու ամեն ինչ, սենց չի մնալու։ Չի կարա շարունակվի ազգային ժողովի զորույցները։ Ումա հետ ակրքիր։ Օրինակ ես թերթելուց դենում եմ էլի նույն դեմքերը։ Իմիջիալոց թե ԿՊ падգամավորները, թե Հայաստան խմբակցություն մեկը պատիվ ունեմ դե ոնց որ մի հոգի, երկու հոգի է միշտ հելն խոսում։ Այսինքն այդ նշվածս իր կուսակցություններից
Սաղն էլ չեն հելնեմ։ Ես բոլորիս դեմքով չեմ էլ ճանաչում։ Այսինքն մի 10 հոգի անընդհատ խոսում են, անընդհատ մեղադրում են նախկիններին, նախկիններն էլ անընդհատ մեղադրում են ներկաներին։ Արա, բա ինձ հետաքրքիր է դուք ինչ եք խոսում։ Ինձ հետաքրքիր է դուք ինչ եք անում։ Ինձ հետաքրքիր է երկրում կատարվող այս դեպքերի մասով, այս որ նոր հայտնեցի, որ պետք է մոտակա ժամանակները, եթե դուք չեք ուզում զբաղվեք ժողովրդի խնդիրներով, ժողովուրդը իր տեսնում է ձեր կատարած գործը եւ անարդարության զգացումը խեղդում է ժողովրդին, հուսահատություն է ժողովրդի մոտ։ Տես ոնց եմ լուսաբանելու, տես ոնց եմ հայտնելու ամեն ինչը։ Այս պահին ուղղակի լուր եմ։ Ոնց ուզում եք կընդունեք իմ խոսքը։ Կուզեք կասեք հելելա իշխանության դեմ, կուզեք կասեք միտեղից փող են տվել որ խոսա, կուզեք կասեք սորոսական է, չգիտեմ, լենինական, ստալինական, պուտինական, ինչ ուզում եք կասեք։ Ինչ ուզում է երկրում կատարվող իրադարձությունները, այն ամեն ինչը որ մեզ վնասում է, մեր քաղաքացիներից վնասում է։ Հիմա Փաշինյանին մենք ուզում եմ ասեմ, կարանք առողջ քննադատենք, կարանք մեկնաբանություններ անենք իր արածին, բայց ես երբևիցե իս թույլ չեմ տվել ու թույլ էլ չեմ տա Փաշինյանին էլ, Փաշինյանից հետո էլ, Փաշինյանից առաջ էլ ծաղրեմ մեր պետության ղեկավարին։ Հասկանում եք, ծաղրեմ, հայհոյանքով անեծքով խոսամ, արհամար եմ։ Մենք էլ ունենք էմոցիաներ, մենք էլ ունենք նյարդեր, այո, մեկ տեղիք հա տալիս, կարող է մի քիչ հուզված խոսանք, մի քիչ էմոցիոնալ խոսանք, բայց դու ինչ ես քննադատում։ Այսինքն դու հայ ես, ապրում ես Հայաստանում։ Դու չգիտես, օրինակ, դու պատմություն ընդհանրապես կարդացել ես, որ օրինակ ասում ես Էրդողանի գիրքը գրկելա նկարվել։ Սենց ես ասում, չէ, հայրենակից։ Պուտինի մոտ նենց տարակուսված էր, Լուկաշենկոն թարթաս էր նայում, Ալիևի մոտ վախեցած էր, գնաց զիջումների բանում, սահմանում ինչու մենք ուստուպքի գնացինք, զիջեցինք էլի Տավուշի շրջանում այդ հողերը։ Այսինքն դու որ երկրից ես, դու որ մոլորակից ես ավելի շուտ էլի, դու որտեղից ես եկել, դու չգիտես որ հարձակվող հաղթող կողմն է թելադրում, հաղթող կողմին ավելի բարձր են ընդունում, պարտվող կողմին այդքան էլ բան չեն անում, այսինքն այն առաջներում դե հիմա տենց աղ ու հացովել էին դիմավորում։ Ես ձեզ պատմեցի, որ Մղթար Սպարապետը ինքը գնացել է դրան Թուրքի զիու բանը սանձը քաշել, ասել արեք, տանենք ձեզ հյուր։ Այսինքն դուք տեղի չեք, որ պարտվող կողմը լեզուն կարճ ալնում, գլուխը մի քիչ ցածր ալնում, բայց դուք ուզում եք մեր գլուխը նորից բարձր պայենք եւ լեզուններից երկարի։ Աշխատենք։ Աշխատանքը ո՞րն է։ Դու մի անիծի, մի հայհոյի քո միտքը չկիսող քաղաքացուն։ Ասում ես դավաճանին պաշտպանում է, մեկն էլ ասում է դուք դաշնակներին պաշտպանում եք, как будто երկուսն էլ թշնամիներ են, չգիտեմ, թշնամիներ չեն, որ դաշնակներն էլ իրանց սխալները ունեն, ԿՊԱ-ականներն էլ, մնացածներն էլ իրանց սխալներ ունեն, բայց առիթ տալիս է արդյոք իրար ուտենք հայեր։ Ես բացարձակապես բան չեմ, ընդհանրապես էլի չեմ կարողանում հիմնավորել ձեր այդ արած, ասեմ, հա դե ունեն իրավունք, այ այս ինչ բանի համար, այս ինչ սխալ քայլի համար պետքա մեր քրֆել, պետքա ամեն ինչ ասել։ Ինչ եք խոսում ժողովուրդ։ Մենք ժողովուրդս ենք վերացրել այս բարոյականությունը երկրի երեսին։ Էլի վերևների գործողության արդյունքն է, որ ասի ազգային ժողովում իրար կոկորտ են փրթում, դա մեր վրա ազդում է, չէ։ Բայց մենք ինքներս կարող ենք մեր շուրջը մի քիչ դուրս գալ այս կեղտոտ, այս ատելության մթնոլորտից, այս կեղտոտությունից։ Եվ ամենուր սուտ է, ամենուր կեղծիկ։ Ժողովուրդ, չկա բացարձակ ճշմարտություն։ Գևորգ Առաստամյանը ձեր հետ խոսում է, սա բացարձակ ճշմարտություն չի։ Սա տեսակետ է, սա միտք է, սա եզրակացություն, ենթադրություն է։ Ես արտահայտվում եմ ընդամենը, տեսակետ եմ հայտնում։ Օրինակ այսօր իմ հետևորդներից մի հոգի գրել էր, ասում է. Գևորգ, ինչու՞ չես Արցախի քաղաքական իշխանություններին ամեն օր պետքա դրանց քննադատել, պետքա իրանց սխալները միշտ ասել որ ժողովրդի իմանան։ Ասում եմ, հարգելիս, իմ գործունեությունը կամ ընդհանրապես երթում եմ տվել, որ իմ առավոտը սկսվի միջև իրիկուն նախկիններ քննադատելու։ Չէ, մենք հիշում ենք, անց ենք կեցնում, բայց չպետքա տենց լինի։ Եթե իրանք կատարել են, քրեորեն պատժելի արարքներ, մենք իշխանափոխություն ենք կատարել իբր դրա համար 18 թվին ուրախ էինք, որ հեսա կգան, պատժվողները կպատժվեն, խրախուսողները կխրախուսվեն։ Եթե հանցագործեն, թող պատժվեն։
Ամեն լիազորություն ժողովուրդը տվել է, դատարաններ է շրջափակել, 2 անգամ մուրճ է տվել Փաշինյանին։ Չի անում։ Դու այդ ուզում ես ինչ անես, ուզում ես բլոգերը, ես Գևորգ Արստամյանս օրինակ, նստեմ առավոտից իրիկուն նախկիններին քննադատեմ կամ Արցախի քաղաքական էլիտային քննադատեմ, խի ուրիշ բանը գործ չունենք, կամ թե ով է ասել էլի, որ ես որթե գրել եմ այդպիսի սկզբունք։ Ղարաբաղ տեսածս ասել եմ, հիմա էլ տեսածս ասում եմ, ու ինչ էլ տեսնեմ դրա մասին խոսալու եմ։ Ինձ կաշկանդող, խոչընդոտող բան չկա։ Այն վախեցնելը բան, որ տեղը 10, համարը 10, այսինքն դա ինձ վրա չի ազդում, որովհետև իրական մարդը իմ դեմը չի կարա կանգնի տենց խոսի։ Դրանք ֆեյքազավրներ են, դրանք ամենուր լիքն են։ Վերջը դա ինձ չի վախեցնում եւ ես շարունակելու եմ իմ գործունեությունը։ Հարցը այդ չի։ Հարցը այն է, որ սիրելի հայրենակիցներ, ոնց որ ինչ որ մի մեծ մասն էլ համակերպվել է մտքի հետ, որ բլոգերները, այդ թվում եւ ես, պետք է մենք անընդհատ նախկիններին քննադատենք։ Կներես էլի նախկինը արդեն նախկին է եւ կարա ինքը դառնա ներկա դատապարտյալ, ինքը կարա ծմա հմահապատիժել, ծմա ազատազրկում ստանա, եթե իշխանությունները աշխատեն, այսինքն ստե դաժե ոչ թե ես պետքա նախկիններին քննադատեմ, ստե պետքա ես ներկաներին քննադատեմ։ Դե հիմա ընդունեք այդ իմ քննադատությունը։ Այո, ինձ որ ասում են, խի չես քննադատում, իմաստ չեմ տեսնում քննադատելու։ Եկավ ժամանակ, ասեցինք, հանրային գնահատականներ տվեցինք, մենք հանրային գործիչներս, բլոգերներս։ Ժամանակն է իրավապահ մարմինների կողմից իշխանության հորդորով, չգիտեմ, անմիջապես թե մասնակցությամբ անցնել այդ գործին։ Այս զրույցի մեջ իմ հետևորդի հետ այս ուղղությունն էլ գնաց, որը շատերի կարծիքը այդ կլինի։ Բա Գևորգ ջան, ասма չի կարա ինքը բռնի, նստեցնի, Եվրոպային դուրս չի գա։ Ես պատասխանեցի այսպես, ուզում եմ բոլորդ էլ լսեք։ Եվրոպան կարող է դուրս չի գա, որ իմանա կոռուպցիաներ ես բռնել, մարդասպան ես բռնել, նստեցրել։ Եվրոպան օրենքի երկիր է, օրենքը պաշտպանող, դեմա կոռուպցիային, մարդասպանությանը, Նիկոլ Փաշինյան, եթե դուք իսկապես մարդասպաններին, կոռուպցիանողներին նստեցնեք, Եվրոպայում դուք կողջունվեք։ Ժողովրդի մեջ թե ով է այդ մուտիտը ֆրցրել, թե վայ Նիկոլը Եվրոպայի աշխից կընկնի, եթե նախկիններին բռնի։ Չէ, Նիկոլը նախկինը, այդ ունեն իրար հետ ինչ որ կոմպրոմատներ, ունեն ինչ որ հետ իրար հետ խնդիրներ, թե բարեկամական հարաբերություններ, չգիտեմ, բայց Եվրոպա մի խառնեք ստե։ Սա մեր ներքին խոհանոցի խնդիրն է։ Սա մեր պետության խնդիրն է։ Հասկանում եք, Եվրոպան ըստ կապ չունի։ Սա մեկ, սա գլխավոր իմ պատասխանը։ Ժողովուրդ, հաջորդը նայեք, ասում եք Նիկոլ Փաշինյանը կապ չունի, իշխանությունները կապ չունեն, չէ՞, բանի հետ, արդարադատության հետ, իրավապահ համակարգի հետ, իրանք չեն խառնում դատական համակարգին եւ այդ process-ներին։ Բա պարոն Փաշինյան, ժողովուրդ, ես ձեզ եմ ասում։ Պարոն Փաշինյանը ինչ իրավունքով է հրապարակում արգրավեց 642 մետր հող Range Rover արգրավեց, այս ինչքան դրամ փող արգրավեց։ Կներեք, ես իմ պատկերացնելով սա պետքա իրավապահ մարմինների տվյալ պարագայում երևի քննչական կոմիտեի մամլո խոսնակը ասի։ Մամլո խոսնակը ոգևորությամբ հպարտանալով ասի, որ իրանք լավ աշխատանք են կատարում։ Եթե այս աշխատանքները կատարել է քննչական կոմիտեն թող հայտնի։ Եթե Նիկոլ Փաշինյան դու ես հայտնում, ապա խիչ ես մի օր էլ հայտնում, որ Ռոբերտ Քոչարյանի ժամանակներում կատարած հանցագործությունները մարտի 1 օրինակ 99 հոկտեմբերի 27-ը բացահայտվել է։ Եթե զբաղվում ես իսկապես հայտարարում ես Range Rover-ների մի քանի միլիոն դրամի մասին, խնդրում եմ մոտակա օրերը ակնկալում եմ եւ հայտարարվի այս դեպքերի բացահայտման մասին։ Կամ չեք զբաղվում ընդհանրապես, թե ինչ են բռնում, դե ում են բռնում, ինչ են արգրավում։ Կամ էլ եթե զբաղվում եք, զբաղվեք լիարժեք, մենք էլ ուրախ կլնենք, մենք էլ կողջունենք, ուրախանանք։ Թե չէ, ասում եմ, ամբողջ ժողովրդին դուք մատի վրա ֆրցնում եք։ Ու ես լինելու եմ այն մարդկանցից մեկը, ով որ այսպես լուսաբանելու է, առանց վախենալու, առանց կաշկանդվելու, առանց իդ մտնկություն անելու, այսինքն ձեզ թվացել է, թե ես պետքա նախկիններին քննադատելով ձեր կատարած այդ անգործությունը սխալները վրա աչք փակեմ, չի լինի տենց բան։ Եթե դուք ինձ հարգել եք մինչև հիմա, ընդունել եք, դուք պետք է հասկանայիք, որ իմ շահը պետությունն է, իմ հետաքրքրությունը պետության ուժեղացումն է, ոչ թե ինչ որ կուսակցության, այդ թվում եւ ձեր։ Ես այո ուրախ կլինեմ, որ դուք ուժեղ կուսակցություն ունեք, եւ ձեր իշխանությունը կարողանա հաջողվի։
Ես սրա համար ես կաղոթեմ էլ հասկանում եք, որ դուք այնքան հաջողված իշխանություն եք, որ իմ պետությունը հասցնեք բարձր մակարդակի։ Բայց տենում եմ դուք ինչ եք անում ազգային ժողովում, ինչ չեք անում, խոսում։ Խոսել էսա, ես էլ եմ էֆիր եմ բացել, խոսում եմ։ Սրանով ինչ եմ առաջ գցում։ Նույնն էլ այսօրվա իմ Սփյուռքում ապրող հետևորդին նույն հարցը տալիս եմ, որ ասում խիչ ես Գևորգ ջան քննադատում, ասում որ քննադատ եմ, գնալու են հատ դռները բացեն, օրինակ մտնեն ծյուրմայի իրանց կալիտկեքը նստեն ընդ է, քննադատելով հարց եմ լուծելու, թե որ անդրադառնում ենք, դա նշանակում է որ պետք է ամեն օր անդրադառնանք։ Ոչ, հանրային գնահատական տվել ենք, անցանք, հանրային գործունեությունը ավարտվում է, հանցագործություններ կատարած մարդկանց վրա, նրանք պետք է արդեն քրեորեն պատժվեն, նրանք պետք է դատավորը նրանց որոշումը կայացնի, ոչ թե բլոգերը, բայց եթե նկատել եք, այո, եւ իշխանության բլոգերներ, աջակիցներ շարունակում են նախկինները թեման, շարունակում են մարդ են սպանել, գողացել են։ Ես էլ ասում եմ խափում եք, եթե նրանք մարդ են սպանել, գողացել են ու հիմա դատարանում նստած չեն, ուրեմն չեն արել, կամ էլ եթե արել են ու մինչև հիմա նստած չեն, ուրեմն հավասար մեղքի չափաբաժին ունեք, որովհետև դուք թողատվության եք ենթարկել այդ հանցագործներին ու իրանք ազատ ելումուտ են անում, ֆռֆռում են երկրում ու ավելին ասեմ, լսել են որ ավելի են հարստացել։ Այնպես չի որ ասիկ այսքան միլիարդ վերցրիք, այս գրպանից վերցրիք, այս գրպան դրեցիք, բամ չփոխվեց։ Ժողովուրդ կներեք, իմ խոսքերքի մեջ չգիտեմ դուք ինչ հասկացաք, որովհետև ես մի քիչ խառը խոսացի, ինձ հուզում է եւ իշխանությունների հանդեպ այս հակակրանքը իրանց արտահայտվելու թշնամաբար վերաբերմունքը անեծքներով, քրֆուրներով, սա մեզ պատիվ չի բերում։ Ես ուզում եմ ասեմ, որ յուրաքանչյուր հայ պետք է այն քննադատությունն էլ որ տալիս է, թող առողջ լինի, առանց հայհոյանքի, առանց անեծքի, թող փաստերով խոսա, թող ուղղություն ցույց տա։ Ես որ հավատամ ինքը մտահոգված է պետությունով, ոչ թե ինքը մտահոգված է ջուր լցնի իր երկրպագած ուժի ջրաղացին կամ հակառակը իշխանության նույն աջակից զանգվածը, եթե դուք նախկիններին քննադատական բան եք ասում, ես ուզում եմ որ դա դուք անեք ձեր ղեկավարությանը իշխանություններին արտնացնելու, սթափեցնելու մեր բարբարով խոսակցականով ասած բզելու որ աշխատեն բռնեն պատասխանատվության ենթարկեն։ Եթե ուղղակի անում եք իրանց բանը բարձրացնելու, ռեյտինգը բարձրացնելու, արդեն չի բարձրանում։ Ինչքան նախկիններից դուք խոսում եք, այնքան ձեր ռեյտինգը արդեն սկսել է իջնելը։ Ես ձեզ խորհուրդ կտամ, մարդկային, ընկերական, բարեկամական խորհուրդ։ Մոռացեք նախկիններին քննադատելը։ Գործեք, ապացուցեք, որ իրանք հանցագործ են, մարդ են սպանել, թալանել են, ձեր ռեյտինգը ավելի կբարձրանա, եթե իրանց համարժեք պատիժ տակ, որ իրանց քրեական դատարանով անցկացնելով հասցնեք բանտի դռները, որովհետև ժողովուրդը քոր չի, ոչ էլ հիշողությունը լրիվ տենց մոռացել է, գիտեն ինչ էր եղել ժամանակին, ու մինչև օրս պատասխանատվության ենթարկող չի եղել։ Չգիտեմ ոնց ավարտեմ իմ եթերը, որ հետ կթողնի գորե ձեր մտքերում, ձեր հոգիներում, ձեր սրտերում։ Ես ուզում եմ, որ դուք ամեն մեկը սրտացամոտիկանաք, անկեղծ եղեք, անկեղծ եղեք, ժողովուրդ։ Հերիքա ստից մտից ֆեյքերով, բաներով ով ում կարմա ցեխոտում է, ում կարմա հայհոյում անիծում է։ Ուղիղ ասա, պարոն Փաշինյան, ինչ բանը սխալ ես անում, խնդրում եմ այս ձև արա, ոչ թե օ տեսակ դուք նրա դեմքը, տեսակ նա էս ինչ արեց, այն ինչ արեց, գիրքը գրկեց, էս ինչ արեց։ Իբր թե որ դու ունես պարտված վարչապետ, դու չես անի նույնը։ Ստեկ ասես, բա պարտվելա թող հրաժարական տա, հա։ Բա Հեյդար Ալիևն էլ է պարտվել, խիչի հրաժարական տվել։ Ու միջև վերջ, միջև սեղանի մեռավ, Մեքսիկա մեռավ։ Հիշում եք, չէ՞։ Հեյդար Ալիևը միջև կյանքի վերջին օրը եղել է Ադրբեջանի նախագահ։ Չի հրաժարվել, պարտված նախագահ եղել, չի հրաժարվել։ Հələ քիչ է որ չի հրաժարվել։ Մի հատ էլ իր տնից է բերել հաջորդ նախագահը, իր որդուն է դրել։ Հիմա Փաշինյանն էլ որ ասում է քիչ չի հրաժարվում, էդի պատճառ չի հրաժարվելու։ Այո, երևում է իր Հեյդար Ալիևը ոգևորված էր, ուրախ էր, բայց սկսել է աշխատել է բերել 25 տարի հետո միալ իրավիճակ փոխել։ Իր որդին է փոխել։ Իր հոր գծած գծով եկել է փոխել։ Հիմա չգիտեմ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը ինչ են գծել, բայց իրանց գծածով Փաշինյանը եկել է պարտվել ենք։ Հասկացաք։ Գնացեք սրա մասին էլ մտածեք, այս ուղղությամբ էլ մտածեք, որ ինչ ժառանգություն են թողել ու ինչի ենք մենք հասել։ Իրանց թողած ժառանգության արդյունքում այս վիճակին ենք հասել եւ ով հասել այդ նույն նախկին իշխանությունները իրավունք ունեն այսօրվա իշխանություններին մեղադրելու
կամ ընդհանրապես բողոքելու։ Ոչ մի կերպ դուք չունեք իրավունք։ Ունեն իրավունք նոր ուժերը, ունեն իրավունք այս նոր սերունդը, ովքեր որ չեն եղել թաթախված ոչ կոռուպցիայի մեջ, ոչ էլ ձեր ժամանակներում եղել են պետական պաշտոնյա։ Լավ մնացեք, բոլորիդ բարի գիշեր, հաջողություն։